Դատական նիստն հայտարարում են բացված Երևան քաղաքի Արաչյացյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը նախագահությամբ դատավոր Անշավան Մուշեղյանի քարտուղարությամբ Գասպարյանի դրամբաց դատական նիստում շարունակում է քննել TV-ը 2 կոտրակ 4880 կոտրակ 02 կոտրակ 24 քաղաքացիական գործը դատական նիստերի քարտուղարին զեկուցել դատարանին գործին մասնակցող անձանց դատորության այլ մասնակիցների նիստին ներկա լինելու մասին Դատարան դատական նիստին ներկայացել են Հայց Մորզանգեզուրի պողոտավորիչների կոմբինատ ակվարիում իրականագիտության ներկայացուցիչ Անի Ալավերդյանը և պատասխանատուների Երևանյանի ներկայացուցիչ Գուրգեն Հովսյանը։ Մասնակիցները ներկային շարունակենք գործի քննությունը մասնավորապես դատարանի կողմից կայացվել իրավասման պարտականություն բաշխելու վերաբերյալ որոշում մանրամասն դատարանը անդրադարձել էր գործի լուսման համար նշանակություն ունեցող ապացման ենթակա փաստերը և նաև կողմերի վրա դրել համապատասխան փաստերի ապացման պարտականություն սահմանելով ժամկետ, ապացույցներ և կամ դրանք ձեռքբերումն ուղղված միջնորդություններ ներկայացնելու համար։ Դատարանը արձանագրի, որ գործողությունից ի վեր դատարան է ստացվել 21/11/2025 թվականին համաձայն մուտքի կնիքի, ըստ այդմ նաև սահմանված ժամկետում դիրքորոշում վերդառության փաստաթուղթ քաղաքացիական գործով ապացման պարտականություն բաշխելու մասին որոշման վերաբերյալ, օրենքից առկա են որոշակի փաստաթղթեր ներկայացված։ Այն կողմը, որ ուղարկել է հակառակ կողմին է հարցս վերաբերում, հասուդարձել է փաստաթղթերը։ Այո, իհարկե դատարան։ Դատարանության մասնակիցներ, ձեզ հայտնի այսինքն դատավարական կառուցակարգին համահունչ դատարանը իրականացնելու է այս բան, այսինքն ուրվագծում են գործողությունները, որոնք պետք է իրականացվեն, որպեսզի նաև ձեր մարտավարությունը ըստ այդմ պատրաստեք։ Դատարանը քննարկել է ներկայացված ապացույցների թույլատրելիության վերաբերյալության հարցեր հետևյալ ձևաչափով կողմը, որը կրում էր կոնկրետ փաստի կամ փաստերի ապացման պարտականություն, ուրվագծելով կոնկրետ փաստը, պայմանականացելով այս փաստի վերաբերյալ այս փաստական տվյալն է ներկայացված ապացույցը եւ կամ միջնորդությունը ապացույց ձեռք բերելն ուղղված, որպեսզի պայմաններում հակառակ կողմը պետք է իր դիրքորոշումը հայտնի նշված ապացույցի թույլատրելիության վերաբերյալության մասով։ Քննարկումը այս ձևաչափով կիրականացնենք հաջորդական գործողությունների մասով դատարանը եւս կհայտարարի։ Համեցեք։ Մասնավորապես թող սկսի այն կողմը, որ ըստ էության կրում էր որոշակի ապացման պարտականություն։ Դատարանի կողմից բաշխված ապացուցման պարտականություն բաշխելու մասին որոշմամբ հայցվորի վրա դրվել է ապացուցելու հետևյալ փաստական հանգամանքները։ Պատասխանողի կողմից 01/12/2022 թվականի իր անձնական Facebook-յան էջով հայցվորի հասցեին որոշակի տեղեկություն հայտնած լինելը մասնապես երեք կրկին վթարվել է ԶՊՄԿ-ի փոչամբար գնացող խողովակաշարը, կրկին աղտոտվել է ողջի գետը։ Այդպես տեղեկությունների փաստացի տվյալներ հանդիսանալու փաստը մասնավորապես հստակ գործողություններ կատարելու կամ անգործության վերաբերյալ հրապարակումը երրորդ անձանց հասանելի եղանակով հրապարակված լինելը, տեղեկությունները հայցվորին վերաբերվելը, տեղեկությունների զրպարտչական բնույթ ունենալը եւ դրանք հայցվորի գործար համբավն արատավորելու ուղղված լինելը, Facebook-յան էջը Թեմինե Ենոքյան լրատվական գործունեություն իրականացող լինելու փաստը։ Հարգել դատարան անդրադառնամ առաջին 4 եւ 6-րդ կետում նշված փաստերի մասով, քանի որ դրանք փոխկապակցված են։ Նախ պատասխանողի կողմից 01/12/22 թվականին Facebook-յան էջով հրապարակված ուրեմն տեղեկությունների հետ կապված եւ տեղեկությունը հայցվորին վերաբերվելու եւ որ Facebook-յան էջը Թեմինե Ենոքյանի հանդիսանում է լրատվական գործունեություն իրականացնելու փաստը։ Նախ քաղաքացիական օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն գործին մասնակցող անձն ազատվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերն ապացուցելու պարտականությունից, որոնք գործին մասնակցող մյուս անձին կընդունում են առաջին հայցային դատարան ներկայացված դատավարական փաստաթղթերով դատական նիստի ընթացքում արված հայտարարությամբ դիրքորոշում հայտնելու կամ ցուցմուկ տալու ընթացքում։ Հայցադեմի պատասխանի երրորդ էջի 4-րդ պարբերությունը պատասխանողն ընդունել է այն փաստը, որ Թեմինե Ենոքյանը լրագրող է, ինչով արդեն իսկ հաստատվում է հայցվորի կողմից ապացուցման ենթակա 6-րդ կետում նշված փաստը։ Մասնավորապես որ ձևակերպում կնշեք երրորդ էջի 4-րդ պարբերությունը։ Պատասխանի երրորդ էջի 4-րդ պարբերությունը։ Թեմինե Ենոքյանը, որ այդպես սկսում է մամուլից տեղեկանալով այն մասին, որ այո, 4-րդը նախ նշենք, որ սույն գործով պատասխանող Թեմինե Ենոքյանը լրագրող է։ Կնեք հարգելի դատարան 1000 անգամ լրագրող է մասնագիտությամբ այդ մասը մենք եթե չենք հերքել։ Մենք ի սկզբանե ասել ենք այդ էջը ինքը չի որպես լրագրողական գործունեություն, անձնական էջ է։
Լրագրող է տարբեր լրատվական կայքերում, որտեղ հրապարակել տարբեր տվյալներ, ինքը մասնագիտությամբ լրագրող է, բայց իր էջը լրագրողական գործունեության էջ չէ։ Բարի։ Լրագրող ինչ որ այսինքն մենք նշած փաստն առել որ թեմայության իրականացման լրատվական գործունեություն, այսինքն պատասխանողը դիրքորոշում հայտնելու միջոցով ընդունել է հայցի կողմից ապացուցման ենթակա նշված փաստը։ Հայցատուին պատասխանի ամբողջ տեսքով պատասխանողն ընդունել է նաև այն փաստը, որ հրապարակումը կատարվել է Թերմինե Ենոքյանի կողմից 01/12/2022 թվականի իր անձնական Facebook-յան էջում։ Այսինքն պատասխանողը դիրքորոշում հայտնելու միջոցով ընդունել է հայցվորի կողմից ապացուցման ենթակա նշված փաստը։ Հայցվորը նաև ներկայացրել է վկայակոչած հրապարակման արտատպումը, ինչպես նաև համապատասխան Facebook-յան էջ մուտք գործելու հղումը։ Սույն գրությամբ նաև ներկայացրել ենք տեսաձայնագրություն լազերային գրիչի վրա, որտեղ հստակ երևում է հրապարակման հղումը, կայք էջը եւ հրապարակումն ամբողջությամբ։ Նշենք, որ կցված լազերային գրիչով տեսաձայնագրությունն իրականացվել է համակարգչի էկրանից բջջային հեռախոսի տեսախոսով ձայնագրելու միջոցով 11/2025 թվականի ժամը 11:18-ին իմ Անի Ալավերդյանի կողմից։ Բարի։ Այս մասով հարգելի ներկայացիչ, այն վերապահումը, որը որ կատարեցիք, այն փաստը, որը որ ըստ կողմի անվիճելի է, ըստ այդմ, մյուս փաստերի մասով կա վերապահում, թե ոչ, որոնք որ կողմը դիտարկում է որպես անվիճելի։ Դատարանը ապացուցման պարտականություն բաշխել է, սահմանել է որպես այդպեսին ապացուցման ենթակա, կրկին նշում եմ, եւ այս մասով դատարանը չի քննարկում այս բանը ապացուցման պարտականություն բաշխելու վերաբերյալ որոշում փոփոխել, սակայն քննարկում է ապացույց չհետազոտելու հարց դատականության փուլում։ Իսկ եթե այն փաստը, որոնք որ ըստ վերջինի անվիճելի են ձեր կողմից, դատարանը այդպիսի ապացույցը դատականության փուլում չհետազոտի։ Հարգելի դատարան, մենք ի սկզբանե երբեք չենք հերքել այն փաստը, որ հրապարակումը կատարվել է Թերմինե Ենոքյանի կողմից, այդ փաստը մենք երբեք չենք։ Եվ այն բովանդակությամբ, որ բովանդակությամբ կողմը պնդում է։ Բովանդակությունը այլ է, քան իրական հիմնավորումը այլ է, քան իրական հրապարակման բովանդակությունը։ Ես անցյալ անգամ այդ հարցը շատ քննարկվեց, վթարվել պայթել արտահայտությունների մասն էր խոսքը, որովհետև այդ հարցը կարծես եմ շատ նախորդ նիստերի քննարկման առարկա դարձավ։ Հիմնավորման մեջ այսօր կողմը պնդում է, որ պատասխանողը հերքի, որ պայթուն է տեղի ունեցել, մենք ասում ենք պայթունի մասին որևէ մենք խոսք չի եղել, խոսքը արվում է բացառապես վնասմանը։ Վթարվելու մասին է հայցադիմի առարկա։ Ձեր պատճառաբանական, որ ասում եք պիտի հերքի պայթունի վերաբերյալ տեղեկություն չի համապատասխանում իրականությանը, դուք այդպես եք վկայակոչել ձեր փաստարկը, ձեր հայցադիմը, եթե բացեք։ Ամեն դեպքում նախորդ դատական նիստերին մենք հստակեցրել ենք այդ փաստը հարգելի դատարան, որ հայցվորը պահանջում է, որպեսզի հերքվի խովակաշար, մեկ վարքյան, վթարվելու փաստը, ոչ թե պայթելու փաստը։ Եվ հայցադիմումի հիմքի եւ առարկայի փոփոխությամբ հարգելի դատարան նշվել է հստակ հերքել, որ արտահայտությունը այն է, որ վթարվել է 18-րդ կետի մասին է հայցադիմը, հարգելի դատարան։ Քանի որ հարգելի դատարանը հայցը քննում է ոչ միայն հայցի առարկայի, նաև փաստական իրավական հիմքի շրջանակներում, հայցը սրա մասն է, որտեղ փաստական հիմքը առայն որ չի համապատասխանում իրականությանը, հետեւյալ տեքստը ունի, սուն իրավիճակում անհրաժեշտ արձանագրել, որ ԶՊՄԿ փոչամբարում իր պայթունի վերաբերյալ տեղեկություն չի համապատասխանում իրականությանը, փոչամբարի պայթուն ԶՊՄԿ-ում տեղի չի ունեցել։ Բարի, ձեր պնդումը հասկանալի է, բայց դատարանը մեկ հանգամանքի եւս անդրադարձ կատարի, ըստ այդմ նշվել է ինչ տեղեկություն է հրապարակվել, նշվել է հետեւյալ բառացի մեջբերմամբ 3 կրկին հենց հայցադիմի առաջի էջի առաջի պարբերություն ըստեյության 3 կրկին վթարվել է ԶՊՄԿ-ի փոչամբար գնացող հողակաշարը, կրկին ախտոտվել է ողջի գետը, այսինքն վերջինիս ըստ պնդման հրապարակումը այդպես է տեղի։ Ինձ համար հասկանալի է, գետան բարձրապես իմ ասածը հետեւյալին է, անձը վկայակոչում է հղում է կատարում կատարված հրապարակմանը եւ իր պատճառաբանական մասը թե ինչի է ուզում դա հերքվի, ասում է որտեղ պայթուն է ասել։ Իրականում վնասման մասին հղում է կատարում, բայց ասում է քանի որ պայթուն է ասել, թող հերքի որ պայթուն է եղել, այսինքն պատճառաբանական մաս անձի փաստական հիմքը հերքման, որ ինչի պիտի հերքի, ինչը պիտի հերքվի։ 18-րդ կետով ասում է պիտի հերքվի պայթունի վերաբերյալ տեղեկատվություն։ Հարգելի դատարան, մենք այդ իսկ պատճառով բազմաթիվ դատական նիստերին հստակեցրել ենք այդ փաստը, որ դատարանի կողմից դիտարկվի այդ բառը պայթուն որպես վթարվել։ Նաև հայցի հիմքի եւ առարկայի փոփոխության միջնորդությամբ առարկայի մեջ էլ հստակ նշվել է հիմքի եւ առարկայի մեջ կոնկրետ այդ Հիմա դիտարկենք, հաշվի առնելով եթե այդ փոփոխությունը ըստեյության կատարվել է, ըստ այդմ պետք է այդպես դիտարկվել։ Համեցեք։ Բացապես այդ փոփոխությունը, որը որ կատարվել է, այդ փոփոխությունը վերաբերել է բացառապես ոչ էս տեքստին, փոփոխությունը կատարվել է մեկ այլ պահանջի ավելացմամբ, ոչ թե սրա փոփոխությամբ, այլ
դա կատարվել է բացառապես հայցի ավելացմամբ, որի վերաբերյալ առանձին բարույթով հայցը մերժվել է։ Հարգելի դատան, կարծում կողմերը բազմիցս դրա մասին նշել են հայցվոր կողմներ, որ եթե ինչ որ միտեղ հայցադիմում մեկ բառ է օգտագործվել պայթյուն, ապա դիտարկել այդ բառը վթարվում։ Չէ, դեսի կարգուղի չունենք դատավարական է։ Դե մենք ամեն դեպքում մեր հայցի հիմքը, փաստական հիմքի մեջ ներառված է հենց հստակ նախադասությունը հրապարակված Թեմին Ենոքյանի կողմից եւ հայցի առարկան նույնպես հստակ նշված է, թե որ արտահայտությունն է ենթակա ուրեմն հերքման։ Դեր առարկայի մեջ չկա ինձ դրա վերաբերյալ։ Առարկը հայցի հիմքի եւ առարկա։ Միջնորդության մեջ այսպես է նշված, որ տվեք դատարանը արդեն գտավ փաստաթուղթը, բացի տեսքով, որ առարկա է։ Հատուրում նշված է հետևյալը. պարտավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, այն է 3 կրկին վթարվել է ԶՊՄԿ-ի կոչամբար գնացող խողոքաշարը, կրկին աղտոտվել է ողջի գետը, արդեն մաքուր են աշխատում, այսինքն թափոնաջրերից մաքուր է դուրս գալիս պատասխանողի Facebook-յան անձնական էջում հերքման տեքստը հրապարակելու միջոցով։ Եվ այդուհետև նաև գումարի վերաբերյալ որոշակի հանգամանք է նշվել։ Որը վերալ արգել դատարան, այդ պահանջը դիտարկվել է որպես առանձին նյութաիրավական պահանջ, որը արդեն ուժի մեջ մտա դատական Բարի, բարի։ Ըստ այդմ դատարանը քննությունը իրականացրել է այն մասով, որ արկա է։ Դիրքորոշումը ըստ էության պարզ է, սակայն այն ինչ որ ասացիք նաև արձանագրվեց, եթե դա է ընդհանուր նկատառումը, սակայն դատարանը արձանագրի, որ ունենք հայցի առարկա, ըստ էության հաշվառնելով որ ունենք դատարանի կողմից կայացված հայցի առարկայի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին ըստ էության որոշում, եւ ըստ էության ուրվագծվեց առարկան այն ձևաչափով, ինչ ձևաչափով դատարանը բառացիորեն մեջբերեց։ Ամենից շարունակենք։ Հարգելի դատարան 6-րդ կետի մասով դրա լրատվական գործունեություն իրականացնելու փաստի հետ կապված, եթե թույլ կտաք շարունակեմ, չի ավարտել, նաև պատասխանող կողմը վկայակոչում է գերակա հանրային շահի այսքան հանգամանքը, որպես զրպարտությունից ազատող հանգամանք, եւ անդրադառնալով հայցվոյի կողմից ապացուցման ենթակա հենց այդ 6-րդ կետից բխող հետևանքներին միաժամանակ անդրադառնալով այն հանգամանքին, որ պատասխանողի պնդմամբ հրապարակումը կատարել է պայմանավորված է եղել գերակա հանրային շահով, պարզված ենք համարում հետևյալը։ Վճռաբեկ դատարանը արձանագրել է հետևյալ դիրքորոշումը, որպեսզի ամբողջությամբ չկարդամ, մի քանի, այսինքն մաս կառանձնացնեմ, յուրաքանչյուր դատական գործունեության շրջանակներում անհրաժեշտ է պարզել արդյոք ներկայացված փաստացի տվյալները իրավիճակներում եւ իրենց բովանդակությամբ բխել են հանրային շահից, որն անմիջականորեն պայմանավորված է հասարակության տեղեկացված լինելու իրավունքի շահով, արդյոք հանրության համար այդ տեղեկատվությունը զգալիորեն անհրաժեշտ է եղել, արդյոք հասարակությունը հետևել է այդ տեղեկությունների տարածման ընթացքին եւ սպասել դրանց հետագա հրապարակմանը։ Գերակա հանրային շահը գնահատելիս վերոնշյալ հարցին պատասխանելու անհրաժեշտությունը բխում է նրանից, որ զանգվածային լրատվության միջոցների վրա դրված է հասարակական հետաքրքրություն ներկայացնող ոլորտների եւ հարցերի վերաբերյալ տեղեկատվության, այդ թվում գաղափարների տարածման պարտականություն։ Զանգվածային լրատվության միջոցների այդ գործառույթին զուգորդվում է հասարակության կողմից տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Ի տարբերություն վիրավորանքի եւ տեղեկատվության գերական շահին հանրային շահով պայմանավորված լինելու հանգամանքի արտահայտությունը բացառում է տվյալ տեղեկատվությունը վիրավորանք համարը, զրպարտության դեպքում անհրաժեշտ է լրացուցիչ փաստական կազմի արտահայտություն։ Մասնավորապես, փաստացի տվյալների հրապարակած անձը պետք է ապացուցի, որ մինչ հրապարակել է ձեռնարկել է այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն են ընձեռել վերջինիս հանգելու հետևության այն մասին, որ փաստացի այդ տվյալները պայմանավորված են հանրային գերակա շահով եւ կարող են համապատասխանել իրականությանը։ Բացի այդ, հրապարակող անձը պետք է նշված տվյալները բացահայտի բարեխիղճ եւ հավասարակշռված։ Այս դեպքում բարեխիղճությունը ենթադրում է տեղեկատվության տվյալի ամբողջական առանց էական նշանակություն ունեցող փաստերի փոփոխման շարադրանք։ Ինչ վերաբերում է հավասարակշռված եզրույթին, ապա վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ հավասարակշռվածություն պետք է լինի ներկայացվող փաստացի տվյալների եւ գերակա հանրային շահի հարաբերակցության առումով։ Փաստացի տվյալների հրապարակումը պայմանավորված լինելով գերակա հանրային շահով չպետք է պարունակի զրպարտող այլ տեղեկություններ, որոնք չեն առնչվում տվյալ խնդրին։ 2013 թվականի հուլիսի 4-ի թիվ ԵԿԴ 00807/0211 որոշմամբ զարգացնելով սույն հարցի վերաբերյալ դիրքորոշումը վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված իրավադրույթում գերակա հանրային շահով պայմանավորված լինելու պայմանն ունի գերակշռող ազդեցություն, իսկ մյուս պայմանները ճշմարտությունը եւ հիմնավորվածությունը պարզել է եւ հավասարակշռված եւ բարեխիղճորեն ներկայացնել ունեն լրացուցիչ բնույթ եւ լրացնում են այդ պայմանին, այդպիսով ամբողջացնելով տեղեկությունը զրպարտություն չդիտելու հիմքը։
Հետևաբար պետք է արձանագրել, որ հիշատակված դրույթի պայմանները ինքնուրույն գործել չեն կարող։ Գերակա հանրաշահ եզրույթում օգտագործելով գերակա ածականը բնութագրում է հրապարակվող տեղեկատվության հրատապությունը, այդ տեղեկատվության սոցիալական անհրաժեշտությունը։ Հետևաբար դատարանները նշված եզրույթը գնահատելիս օգտվում են որոշակի հայեցողությունից եւ կոնկրետ դեպքում պետք է որոշեն, թե արդյոք այս կամ այն տեղեկատվությունը պայմանավորված է եղել սոցիալական անհրաժեշտությամբ, թե այն զուտ մասնավոր բնույթ է կրել։ Անհրաժեշտաբար պետք է Ներկել հազար Մարգարետ դատարանը մենք հիմա ինչ գործողություն ենք կատարում։ Կարծես դատականության փուլում պատմում եք Հարգելի դատարանը ուղղված է 6-րդ ապացույց ներկայացնելու կամ շոշափությամբ դատարան կամ ապացույց ներկայացնելու կամ Դատարանը այդ գործողությունն է քննարկում, հարգելի ներկայացուցիչ, Սեզե Պարզաբանի, սակայն ընդհանուր առմամբ առավել մանրամասն այսպես ներկայացնելու անհրաժեշտություն բացառեք, հաշվառնելով, որ եթե կողմը այդ մասով այլ պնդում չունի, այսինքն չի ակնկալում դատարանին, դա ներկայացնելու անհրաժեշտություն անհրաժեշտ չէ։ Շատ լավ, հարգելի դատարան, նաև նշեմ, որ այս պարագայում գերակա հանրաշահի մասով երկու կարևոր նախապայման կա, նախ արդյոք հրապարակող տեղեկատվությունը բխում է հանրային գերակաշահից, հանրությունն արդյոք հետաքրքրված է նման տեղեկատվությամբ, ես սպասում եմ դրան, երկրորդ հրապարակող տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, թե ոչ։ Նաև Վճռաբեկ դատարանը պահանջ է դրել հատկապես լրատվական գործունեություն իրականացնող անձանց վրա, որպեսզի իրենց այսինքն հրապարակումները համապատասխանեն իրականությանը, այսինքն կողմը, լրագրողները ցուցաբերեն, այսինքն քայլեր եւ ձեռնարկեն քայլեր տեղեկատվության իրականությունը պարզելու եւ այն հրապարակելու համար։ Այս պարագայում Թեմինե Ենոքյանի կողմից առնվազն ԶՊՄԿ-ից որևէ դիրքորոշում ստանալու հետ կապված որևէ հարց չի հնչել։ Տվյալ դեպքում պատասխանողի կողմից նաև չեն ներկայացվել գերակա բաղադրիչի հիմնավորման վերաբերյալ բավարար ապացույցներ, ինչպես նաև հրապարակող անձը քննարկվող տվյալները չի ներկայացել բարեխիղճ, հավասարակշռված, մասնապես վերջինիս հրապարակմամբ արդեն իսկ որպես փաստ հաստատված է համարել այն հանգամանքը, թե իբրև հայցվորի կողմից աղտոտվել է ողջի գետը, այն է նշել է կրկին, այսինքն պատասխանողն արձանագրել է ոչ միայն հայցվորի կողմից քրեական օրենսգրքի 367 հոդվածով սահմանված քրեական պատժելի արարքի կատարում, այլև հանցագործության ռեցիդիվը նույն արարքը մի քանի անգամ կատարված լինելու մասով։ Մյուս փաստերի հետ կապված երկրորդ եւ Ներողություն, այդ փաստերին կանդրադառնանք, որպեսզի այդ տրամաբանության շղթան չկտրվի, նախ կողմ ձեր դիրքորոշումը ամբողջացրեք այն մասով մասնավորապես, եթե հարցեր ունեք ուղղեք կողմին, որպեսզի արձանագրենք, հա, կա արդյոք ձեզ անվիճելի փաստ, եւ եթե կա, դրանք արդյոք կողմի վկայակոչված այն փաստերն են, որոնք որ դուք համարում եք եւս, որ ըստ այդմ վեճ չունեք այդ փաստը։ Հարգելի մեր կողմից ըստ էության պես ամբողջ համատեքստում վիճելի փաստերը հետեւյալն է, որ տեղեկատվությունը, որը հրապարակվել է զրպարտություն է, դա վերաբերել է կոնկրետ հայցվորի։ Այսինքն այս փաստերը, որոնք մեր կողմից սկզբանե վիճարկվել են։ Այո, իհարկե մենք ասում ենք սա Այսինքն դուք ընդունում եք, որ տեղեկատվությունը, որը որ հրապարակվել է, բառացի այն ձևակերպման, որը հայցադիմի առարկայի որը եղել է վերարտադրություն այլ լրատվական կայքերի։ Մենք այդ հումները ներկայացրել ենք եւ ապostolների պես ներկայացրել ենք, ոչ թե Թեմինե Ենոքյանը հնարել է ինչ-որ ձևով տեղեկատվություն, Թեմինե Ենոքյանը հիմք է ընդունել այն տեղեկատվությունը, որը համատարած բոլոր լրատվական կայքերով տարածում էր այդ պահի դրությամբ։ Մի քանիսը մենք վկայակոչել ենք, ներկայացրել ենք։ Բարի, դրանք անդրադառնանք։ Այսինքն այն տեղեկությունները, որոնք որ արվել են, այսինքն հայցի առարկայի այն փոփոխությունը, որը որ կատարվել էր, այն բառացի մեջբերման, որը որ դատարանը քիչ առաջ արտաբերեց։ Այսինքն այդ ձևակերպմամբ ընդունում եք, որ ձեր վստահորդը կատարել է այդպիսի այլ։ Իմ վստահորդը բառացի այդ տեքստը վերարտադրել է իրավացի կապանցիներ ՀԿ-ի Facebook-յան էջում կատարված հրապարակումից նույն տեքստով եւ այդ տեքստը այո այդ բարբերությունը հրապարակել է վերարտադրել է ինչ-որ կարգ մամուլում տարածում էր։ Բարի, այսինքն տեղեկությունը հրապարակային կատարված լինելու գործողությունը ըստ էության, հա, ըստ էության է դատարանը։ Վերարտադրել այո, ինքը ոչ թե իր կողմից, այլ վերարտադրել է։ Այդ դա որպես նախապայման, սակայն տեղեկություն հրապարակել է դատարանը, ասում այսինքն հրապարակել որպես այդպեսին կատարվել է։ Բարի։ Հարգելի դատան, եթե թույլ տաք շարունակել, նաև կանդրադառնամ պատասխանողի այն պնդմանը, որ հողում է կատարվել,
Նաև նշենք, որ ԶՊՄԿ-ն թե ինչով է ապացուցվում, որ հենց այս հրապարակումը վերաբերվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲ-ին, որովհետև հրապարակման մեջ նշված է ԶՊՄԿ-ն, ի որը ԶՊՄԿ-ն հանդիսանում է հայցվոր ընկերության անվանման հապավումը, ինչը չի հերքվել նաև պատասխանողի կողմից, ավելին, հայցվորի կանոնադրության երկրորդ էջի համաձայն, հայցվորի կրճատ անվանումն է ԶՊՄԿ ՓԲ, նշենք, որ հայցվորի կանոնադրությունը ներբեռնված է ՀՀ-ն իրավաբանական անձանց ռեգիստրի կայքում եւ հասանելի ցանկացած անձանց համար։ Նշված հիմնավորված ապացուցված ենք համարում այն փաստը, որ երեք կրկին վթարվել է ԶՊՄԿ-ի պոչամբար գնացող օղակաշարը, կրկին աղտոտվել է ողջ գետը, արտահայտությունը պարունակում է որոշակի տեղեկություններ, որոնք վերաբերվում են հայցվորին։ Ինչ վերաբերվում է ապացուցման ենթակա երկրորդ եւ 5-րդ փաստերին, հարգելի դատարան, նախ մենք նշել ենք մի շարք, այսինքն Վճռաբեկը եւ ՍԴ դատարանների որոշումներ, թե դրանք ինչու են հանդիսանում, այսինքն փաստական տվյալներ, կոնկրետ գործողություններ, այս պարագայում տվյալ դեպքում հայցվորն ուղղակիորեն նշել է, որ աղտոտվել է ողջ գետը։ Իսկ վեր նշվածի համաձայն Վճռաբեկ դատարանի եւ ՍԴ դատարանի որոշումներով ամբողջ հոդվածի տրամաբանությունից նաեւ հետում է, որ նշված ենթադրյալ անօրինական գործողության կատարման մեջ պատասխանողը մեղադրել է հայցվորին։ Արձանագրում ենք, որ ողջ գետի աղտոտումը հստակ փաստացի տվյալ է, այսինքն քրեորի պատժելի արարքի նախատեսած քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածով։ Ընդ որում ըստ հրապարակված նյութի ընկերությանը մեղսագրված արարքի համար արտահայտ իրավաբանական անձի քրեական պատասխանատվության հիմքը, քանի որ հոդվածում նկարագրված արարքի կատարումը կարող էր ներառել քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածի առաջին 3-րդ մասից յուրաքանչյուր, այսինքն արտահայտությունները զրպարտչական բնույթի եւ արատավորում են հայցվորի գործարար համբավը։ Հրապարակված նյութի ընդհանուր իմաստը եւ հարգել դատարան ընդպնդում են, որ Վճռաբեկ դատարանի բազմաթիվ որոշումներ, որոնք մենք նաեւ վկայակոչել ենք մեր դիրքորոշմամբ, որ արտահայտությունը միայն ինքնուրույն չպետք է դիտարկել, այլ ընդհանուր բովանդակության մեջ պետք է դիտարկել, որպեսզի ընթերցողը, այսինքն ցանկացած միջին վիճակագրական ընթերցող հասկանա, թե այդ նախադասությունը ինչ կոնտեքստի մեջ է։ Հրապարակված նյութի ընդհանուր իմաստը եւ նպատակը վերհանելով գտնում ենք, որ ընթերցողը նյութը չի կարող հասկանալ այլ կերպ, քանի իբրև թե հայցվորի կողմից ողջ գետը աղտոտման մեջ մեղավոր հանդիսանալն է, ինչի հիման վրա գտնում ենք, որ ապացուցված են հայցվորի կողմից ապացուցման ենթակա երկրորդ եւ 5-րդ փաստերը։ Ապացուցման ենթակա 3-րդ կետում նշված փաստի մասով դատարանը հայցվորի վրա պարտականություն է դրել ապացուցելով հրապարակումը կատարել 3-րդ անձանց հասանելի եղանակով։ Տվյալ դեպքում հրապարակումը կատարվել է Facebook-յան սոցիալական կայքում եւ հրապարակման արտատպվածքից պարզ է դառնում, որ այն պարունակում է հանրային, public, ինչից հետո է, որ հրապարակումը բաց է ցանկացածի համար, ով մուտք կգործի պատասխանողի էջ։ Ինչ վերաբերում է պատասխանողի դիրքորոշման առայն, որ Թեմնի Ենոքյանը նպատակադրված չի թիրախավորել հայցվորին, ապա փաստում ենք, որ նշված հերքվում է առնվազն այն հանգամանքով, որ դեռևս 2019 թվականին պատասխանողը իր Facebook-յան էջում կատարել է հրապարակում, որը պարունակում է հայցվորի հասցեին ուղղված բացահայտ մեղադրանքներ եւ փաստացի չհիմնավորված պնդումներ։ Հարգելի դատարան, ընթերցեմ հրապարակումը, ինչու on-line TV-ները եւ հեռուստաընկերությունները չեն կանչում ամուսարի նման ԶՊՄԿ-ի հանցագործությունների մասին հաղորդումների։ Ինչու խնդիրը չեն բարձրաձայնում, պետական պաշտոնյաներին չեն ստիպում, որ գան ու բացատրություն տան 90 օրյա ժամկետը միայն ամուսարին է վերաբերվում, թե նաև ԶՊՄԿ-ն եւ մնացած ընկերություններին։ Ինչու քրեական գործ չի հարուցում թիվ 1 հանցագործի նկատմամբ։ Հիմա ով է կողմնակալ, պետությունն է, մեդիան, թե բնապահպանները։ Համարյա մի ամիս է խոսում է մեզ մասին, որ մի թիվ է պատրաստ հաղորդման հրավիրել բնապահպաններին։ Այս հարցերը քննարկելու համար, որպես մյուս կողմ հրավիրեք նաև այն մարդկանց, որ մշտապես խոսել են, թե դուք ուղղորդված եք միայն ամուսարով եք զբաղվում։ Նաև հարգել դատարան 04/03/24 թվականին տված հրապարակային հարցազրույցում Թեմնի Ենոքյանը կրկին հանդես է եկել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲ-ի նկատմամբ ուղղված փաստացի պնդումներով եւ վերահադրանքներով, հայտարարելով, որ իբր կոմբինատի կողմից բաժնետոմսերը կառավարությանը փոխանցելուց հետո նկատվում է ընկերության գործողությունների վարքագծի կտրուկ փոփոխություն։
Նույն հարցազրույցում մեդիակենտրոն Հենմանկետ հաղորդաշարի ընթացքում քննարկելով շահույթ թե առողջ միջավայր ինչ է ընտրում պետությունը եւ ինչու են հետապնդում բնապահպանների թեման, Ենոքյանը կրկին ակնարկում է, թե ընկերությունների համար էական չէ, թե բնապահպաններն ինչ են ասում, կա արդյոք դեպատություն թե ոչ։ Բացի այդ, նա ուղղակիորեն հայտարարում է, որ ընկերությունները դատական գործեր են բացում իրենց ընդդեմ վախեցնելու եւ մեծ գումարներ պահանջելու նպատակով եւ հավելում է, թե սա պարտված ռազմավարություն է, իսկ իր դեպքում արդեն կան դրական արդյունքներ։ Այս հայտարարությունով պատասխանողը ոչ միայն շարունակում է ԶՊՄԿ-ՓԲ-ին վերագրել իրավաչափ գործողությանը հակասող մտադրություններ, այլև ներկայացնում է, թե հայցի նպատակն իրեն վախեցնել կամ լռեցնելն է։ Պնդումներ, որոնք բացարձակապես չեն բխում իրականություն եւ ուղղված են դատանում հայցվորի օրինական իրավունքների իրականացումը վարձաբեկելուն։ Նշենք նաև, որ պատասխանողի համար սա առաջին դեպքը չէ, որ նա թիրախավորում եւ զրպարտում է հանքարդյունաբերության ընկերություններին։ Հարգելի դատան, ի դեպ այն հրապարակումները ԶՊՄԿ-ի հետ կապված, որը ես վկայակոչեցի, նաև այդ արտատպումները կցել եմ այս դիրքորոշմանը դատանը, որպեսզի դիտավորություն, այսինքն Թեմինե Ենոքյանի կողմից, որ արկա է եղել դիտավորություն զրպարտելու հայցվորին։ Նշենք նաև, որ պատասխանողի համար սա առաջին դեպքը չէ, որ զրպարտում է հանքարդյունաբերական ընկերություններին, այս կապակցությամբ վկայակոչում են քաղաքացիական գործ ԱՎԴ 3/09-6502-18-ը Լիդիան Արմենիա ՓԲ ընդդեմ Թեմինե Ենոքյանին, որով դատանը բավարարել է հայցը եւ պարտավորեցել է Թեմինե Ենոքյանին հերքել զրպարտչական տեղեկությունները եւ բռնագանձել զրպարտության համար 500,000 դրամ եւ վիրավորանքի համար 500,000 դրամ։ Հետևաբար պատասխանողի կողմից հանքարդյունաբերական ընկերությունների վերաբերյալ զրպարտություն տարածելը ոչ թե պատահական, այլ արդեն ձևավորված կրկնվող վարքագիծ է։ Հարգելի դատան, ինչ վերաբերվում է պատասխանողը եւ վերջին Բազաբանեք այս ապացույցի ստացման ձևը, հնարավոր է ձեր միջնորդությամբ դրան կամ դիրքորոշում դրան անդրադարձ արել, եք սակայն այս բանին հաշվառել, որ բանը։ Հարգելի դատան, դա Թեմինե Սա որտեղից է ստացվել ապացույցը։ Կարծես թե էլեկտրոնային կայքից թղթի վրա դպված վիճակում ներկայացված է, սակայն որտեղից է ստացվել։ Հարգելի դատան, panorama.am կայքից է այս մեկ ուրեմն հրապարակումը եւ այստեղ էլ երևում է panorama.am կայքը։ Դատական գործի հետ կապված Լիդիան Արմենիայի դատալեքսից ներբեռնված արտատպումն ենք տրամադրել։ Այնտեղ որ նշված է Թեմինե Ենոքյան լատինատար, ինչու օնլայն TV-ները հայատար, հա, այս ստեղծության ապացույց է սա ենթադրվում։ Կարող եմ մեկ րոպե, ինձ մոտ գտնեմ այդ 2019 թվականի Այո, սա իր Facebook-յան էջից կրկին բաց հղումներից արված, այսինքն արտատպում է։ Հակցան առհասարակ ներկայացված ապացույցներից միանգամից 3-ին անդրադառնալ եք դուք եւ դատալեքս տեղեկատվական համակարգից կատարված հրապարակմանը եւ այս երկու հիմնական խաղացողներին, որոնք որ, չգիտեմ, իրաց բովանդակությամբ ինչ շատակից իբրև դիտավորություններ հնարավոր է կապված, նախ ինչ վերաբերում էր այլ հանքարդյունաբերողի կողմից ներկայացված հայցին եւ դրա վերաբերյալ դատական ակտի առկայությանը, ապա գտնում եմ, որ դա ըստ էության պես գործով վեճառակա չէ եւ չի կարող քննության առարկա լինել, ինքը ոչ վերաբերելի ապացույց է, դեպաբար դրան չեմ անդրադարձել։ Զուտ ուղղակի եթե դա ներկայացվել է, պարզապես դրա ընթացքի մասին ինֆորմացիան հայտնեմ դատարանին։ Ունեցել ենք առաջին ազգային դատարան ակտ, որը որ առաջացան մերժել էր պահանջը, վերակիչը բեկաներ փոփոխել էր, այնուհետև վերակիչրաբեկ դատարանությունը մերժել էր, ներկայումս նշված գործը ներգտնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, վերջերս ստացել ենք նաև կոմունիկացիայի հետ կապված համտասխան նշում, որ նշված գործը կոմունիկացված է, առաջնահերթ արագացված կարգով քննության առարկա կդառնա նշված գործը, այսինքն նշված գործի հետ կապված իբրև թե կա իրավունք, հենց հիմնական հաստարկը եվրոպական դատարանի ներկայացված երկու հիմնական հանգամանքներ, դա համտասխան կոնվենցիաների շրջանակներում բնապահպան լինելու եւ դրա մասին բարձրաձայնելու իրավունքի իրացման հնարավորություն եւ երկրորդը հարգել դատարան խոսքի ազատության սահմանափակում, որը կարծես թե այս նպատակն է հանքարդյունաբերողների։ Մենք այս գործերը ներառել ենք նաև սլավ դատավարական գործընթացների մեջ, որոնց վերաբերյալ արդեն իսկ արկա է եւս մարդու իրավունքների Միավորված ազգերի կազմակերպության բնապահպանական խնդիրներով հանձնակատարի զեկույցը, որտեղ որ անդրադարձ կատարել է կոնկրետ Թեմինե Ենոքյանի այն գործին, որի մասին հիշատակում է, որտեղ
հստակորեն դատապարտել է այն վարքագիծը, որը տեղի ունեցել նշված անձի իրավունքի սահմանափակման տեսանկյունից, ուղղակի որպես տեղեկատվություն։ Ինչ վերաբերում էր այն տեղեկատվությանը, թե իբրև Թեմինե Ենոքյանը երբևէ իր խոսքի մեջ օգտագործել է նախորդիվ ԶՄՊԿ անվանումները, չնայած հղում է կատարում այնպիսի արտահայտության, չնայած չգիտեմ Թեմինե Ենոքյանը կատարել թե չէ, ուստի ընդունում ամեներքում եմ, բայց պարզապես վկայակոչվում է իբրև թե դա ուղղված է եղել ոչ իրավաչափ գործողություն է կատարվել, եթե ոչ իրավաչափ է եղել արդյոք երբևէ հետման պահանջով կամ ինչ-որ ձևով դիմել է արդյոք թե չեն դիմել Թեմինե Երոքյանին կամ արդյոք հայց ներկայացել են թե չէ, եթե չի հետքվել, ենթադրվում է այն կանխավարկածն է գործում, որ դա իրականության համապատասխանող է։ Հիմա այս տեղեկությունը դուք ինչ եք ներկայացնում, եթե այս տեղեկությունը դուք երբևէ չեք հետքել, չեք պահանջել հետքի ու հայցով չեք դիմել դատարան։ Հիմա դուք ասում եք, տեսեք նախորդիվ է լավ, հիմա դատարանը պիտի գնահատի սա որպես զրպարտություն ու գնահատի իր դատական ակտի մեջ, որ տեսեք նախնին էլ զրպարտել, դա դիտավորություն որ պետք է դիտարկի, թե այս արարքը միգուցե եւ իրականության համապատասխանել է, եթե դա չի հետքել, որ ձևով չի առնվազն ձեր կողմից չի պահանջ ներկայացել, որ դա չի համապատասխանում իրականությանը։ Ինչ վերաբերում էր, ասեմ նոր, հա, եթե ամբողջական, այն որ 2024 թվականին կատարվել է ԶՄՊԿ-ի հետ կապված այս հարուցումից հետո Թեմինե Ենոքյանը լինելով արդեն ասեցի բնապահպան, շատ իրավիճակներում իրեն բազմաթիվ անգամներ հրավիրում են տարբեր լուսաբանումներին, բնապահպանական խնդիրների, Թեմինե Ենոքյանը ոչ թե իր անձնական շահերից ելնելով, այլ կոնկրետ բնապահպանական խնդիրներից ելնելով, որովհետև որևէ խնդրի մեջ ինչ որ տեսնեք Թեմինե Երոքյանի հրապարակումը, երբեք իր անձնական գործին չի վերաբերել, անձնական շահին չի վերաբերել, վերաբերել է բացառապես երկրում տեղի ունեցող բնապահպանական խնդիրներին, որոնք կարող են որպես որոշակի աղետ ներկայացնել այդ խնդիրները անձի առողջությանը, անձի հասարակությանը եւ այլն։ Այսինքն խնդիրը բացառապես հասարակական ընկալումների, հասարակական անվտանգությանն է եղել, ինչպիսի պահանջ եղել է եւ այս կողմից ներկայացվածը, եւ այս հայցի առարկայի մեջ մտող տեղեկատվությունը, որ շատ լավ գիտենք ընդհանուր օրենքերի աղտոտումը ինչ հետևանք կարող լինի, եթե դա համապատասխանի իրականությանը։ Եվ այստեղ որևէ անգամ չեք տեսնի դեպք, երբ որ Թեմինե Երոքյանի կողմից կոնկրետ կազմակերպություն կամ անուն հիշատակի, որ այս անձի կողմից է կատարվել։ Ես դրա մասին դեռ խոսեմ իմ խոսքի մեջ հարգելի դատարան։ Այնուամենայնիվ այն ինչի մասին որ խոսում եմ, ես գտնում եմ այս ապացույցները դրանք ոչ թե այն տեսանկյունից, որ դրանք գնահատվեն ըստ իս կարող են գործի լուսման երկի համար ազդեցություն ունենալ, այլ բացառապես դրանք վերաբերելի չէին եւ չեն կարող դրվել հիմքում, դրա համար ես գտնում եմ, որ դրանք չեն կարող հետազոտվել ու գնահատվել, որտեղ այլ դատական ակտի վերաբերում այլ անկարգությունաբերողի, որը վերաբերյալ արդեն ասեցի եվրոպական դատական կոմունիկացիա եւ հրապարակումներ, որ հաջորդել են կամ նախորդել են որևէ ձևով իրենց մեջ ներառել է ԶԲՄԿ անվանումը, չի նշանակում, որ դրանով կա դիտավորություն ինչ-որ ձևով արատավորի, եթե անձը խոսում է որոշակի օբյեկտիվ իրականության կամ օբյեկտիվ իրողությունների մասին։ Եթե կար հայտարարությունն է քննարկել։ Դատարան նախ ինչ վերաբերվում է պատասխանող կողմի հարցին, թե ինչու նախկինում դատարան չենք դիմել հրապարակումների համար, հիմա ենք դիմում, հարգելի դատարան, Վճռաբեկ դատարանը մի շարք իր որոշումներ նշում է, որ դիտավորությունը ապացուցելիս հաշվի է առնվում զրպարտողի շարունակական վարքագիծը։ Այսինքն, եթե դա լիներ մեկ հրապարակում, միգուցե մտածենք սայթաքել է եւ սխալ հրապարակում է արել, բայց դա եթե գրում է սիստեմատիկ բնույթ, բնականաբար դա արդեն իսկ խոսում է շարունակական բնույթի եւ դիտավորության մասին, սա մեկ։ Ինչ վերաբերվում է եվրոպական դատարանին, հարգելի դատարան, այդ մասով վերաքննիչ դատարանի որոշումը հրապարակվել է 2022 թվականի հուլիսի 22-ին եւ կողմը որևէ ապացույց չի ներկայացել, որ եվրոպական դատարան ինչ-որ դիմում է ներկայացել, ավելին ասեմ, ցանկացած անձ կարող է եվրոպական դատարան ներկայացնել, ուրեմն դիմում, բայց այս պարագայում մենք ունենք վերաքննիչ դատարանի որոշումը եւ Վճռաբեկ դատարանի ըստ էության կողմը ընդունեց որոշումը բողոքը մերժելու հետ կապված։ Հարգելի դատարան, նաև անդրադառնամ այն փաստին, որ կողմը վկայակոչում է, որ հղումներ են կատարել աղբյուրին, որ բարեխիղճ վերարտադրել են։ Նախ չցիտեմ 1087 պրիմ 1 հոդվածի պահանջները եւ զանգվածային լրատվության մասին օրենքի պահանջները, թե ինչպես պետք է հղումը կատարվի եւ ինչպես պետք է հրապարակումը բառացի ուրեմն արտատպվի, այսինքն հրապարակողի մոտ, նախ նշենք, որ կողմը մենք ուսումնասիրել ենք այդ հղումները, նախ հղումները հենց բանի մեջ չի եղել, հրապարակման մեջ չի եղել, եղել է մեկնաբանություններ դաշտում, այսինքն անձը պետք է մեկնաբանություններ դաշտը սեղմի կոճակը նոր բացի եւ
պետք է հասկանա դա ինչ ուրեմն այսքան հղումներ են տեղադրված։ Դա մենք ուսումնասիրել ենք այդ հղումները եւ այդտեղ մենք չենք գտել բառացի այդ հրապարակումը, որը Թեհմինե Ենոքյանը իր մոտ է ուրեմն հրապարակել։ Եվ բնականաբար վճռաբեր դատանի որոշմամբ էական է այն փաստը, որ հղումը, այսինքն աղբյուրը վկայակոչվում է հենց հրապարակման մեջ։ Այս պարագայում դա մեկնաբանություններ դաշտում է եւ բնականաբար շատ անձին կարող են անգամ չտիրապետել լավ եւ մեկնաբանություն դաշտերը չկարդա։ Բնականաբար հրապարակումը կարդում է։ Այս մասով հարգել դատանց այլ աղբյուրի հետ կապված Նաև հարգել դատարան անդրադարձել ենք դրամական փոխհատուցման չափ սահմանելիս, այսինքն մեր մեկնաբանությանը, որը կարծում եմ կարդալու կարիք չկա, քանի որ դա արդեն առկա է, եւ կից մենք ներկայացրել ենք ըստ էության այն փաստաթղթերը, որ դատարանը բարձրաձայնեց, այս դիրքորոշման հետ կապված որևէ այլ ավելացում չունեմ։ Բարի, կողմ ունեք ապացույցներ, որոնց որ ցանկանում եք հղում կատարել։ Գործով, որոնք որ ներկայացված են, հղում եք ցանկանում կատարել, որպես այդպեսին ձեր կողմից ներկայացված ապացույցի եւ կոնկրետ որ փաստին ըստ այդմ վերաբերում դա։ Հարգելի դատարան, դա դեպքում մենք հայտարարի պատասխանատվից ներկայացրել ենք դրա դեպքում առարկությունը հիմնավորող փաստեր, այն որ Թեհմինե Երոքյանի կողմից վերարտադրվել էր կոնկրետ այն հիմնական հրապարակումները, որոնք ժամանակահատվածում այդ նույն օրը համատարած բոլոր լրատվական կայքերում տարածվել էր եւ Թեհմինե Երոքյանը ոչ թե որպես լրագրող, որովհետեւ բացառապես խոսքը գնում է, որ լրագրողը իրականացնել լրագրողական գործունեություն եւ լրագրողի համտասան զանգվածային լրատվական մասին օրենքի հիման վրա պետք է դեպքում հողումը կատարել։ Հարգելի դատարան, թվա դեպքում Թեհմինե Երոքյանը հանդես չի եկել իր անձնական էջում երբևէ որպես լրագրող, այլ ընդհակառակը ինքը իր դիմումները, որ ներկայացրել էր դատախազություն, որի մասին խոսում էր, վերջինս հանդես է եկել որպես կանաչ Հայաստան հասարակական կրթական հաստատության ղեկավար, տնօրեն, որով որ ներկայացել էր կոնկրետ բնապահպանական խնդիրների գլխավոր դատախազություն, որի հիման վրա նախաձեռնվել էր քրեական վարույթ, եւ վերջինիս դիրքորոշումը եւ հրապարակումը վերաբերում էր բացառապես գլխավոր դատախազության կողմից դրսևորված անգործությունը, որով որ նախաձեռնել էր վարույթ, դատախազությունը անդադասում իրականացում է փորձաքննություն, բարձր պատճառները, վերջին չերքերով իսկապես տեղեր ունեցել այդ վթարը, այդ վնասվածքը եւ որ ախտոտվել էր գետը, պարզապես անդադասում էր, որ դրա վերաբերյալ որոշակի տվյալներ են ճշտվում այն կատարող անձը։ Այսինքն տվյալ դեպքում երբևէ Թեհմինե Երոքյանը թե իր բողոքներում, դիմումներում եւ թե հրապարակային խոսքում երբևէ չի նշել, որ ՍՊՄԿ-ի կողմից վթարվել է, այսինքն անձի կամ կազմակերպության անվանում, որ իր կողմից է կատարվել, չի եղել։ Պարզապես հատակել է, որտեղ է գտնվում են խողովակաշարը, որտեղից որ ենթադրյալ ախտոտումը տեղի է ունեցել։ Այսինքն դեպի Պոնչապար գնացող խողովակաշարն է։ Այսինքն այդ նույն տարբերակով կարող ենք հարգել դատարան նշել, որ օրինակ Արաբկի նստավայրի դատարանի մոտ տեղի ունեցել վթար։ Դա չնշանակեց, որ կազմակերպիչը կատարողը դա հենց Արաբկի նստավայրի ղեկավարությունն էր կամ դեպքում ազնագազմը, որ հսկում էր։ Այսինքն վթարը կարող տեղի ունենալ շանկացած իրավիճակում, որտեղ վթար տերմինը ինքը ենթադրում է ոչ թե անձի կամքով կատարվող որոշակի գործողություն, այնց վթարը ինքը խոսում է անձի կամքից անկախ կատարվող որոշակի իրադարձություն, որտեղ վթարը գործողության արդյունքում դա կլինի ոչ թե վթար տեղի ունենալ, այլ վնասել ինչ-որ մի բան կամ ինչպես հիշատակել էր հայտնում պայթեցնել կամ պայթել, հա։ Դա դեպքում հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է բացառապես վթար հասկացությանը, այսինքն ոչ անձի կամքով կատարվող գործողությունը, հետևաբար չէր կարող այս խոսքի մեջ արտահայտության մեջ, դեպի ասեցի ինքը վերարտադրություն էր ոչ թե Թեհմինե Երոքյանի խոսքերն էին, ինքը որպես այդպեսին ուղղված լիներ կոնկրետ հայցուրին։ Եթե մենք տեսնենք, որ ՍՊՄԿ-ի կողմից վթարել է կամ ՍՊՄԿ-ը վթարել է խողովակաշարը, մենք խոսենք ուղղակիորեն անձի կողմից կատարվող կազմակերպության կողմից կատարվող գործողության մասին։ Մենք խոսքը վերաբերել է բացառապես վթարվել է, ոչ թե վթարել է, վթարվել է դեպի ԶՄՊԿ-ի գնացող խողովակաշարը, որը կարող է լինել ինչպես մաշվածության, աղետի, չգիտեմ, տարբեր վնասվածքների, այլ անձանց գործողության հետևանք, իսկ թե ինչի է դրանից կարծես թե ճակերտավորված զրպարտվել սույն դեպքում հայցվորը գտել, որ դա զրպարտություն է ուղղված իրեն, մեզ համար էլ հասկանալի է, դրա մասին մենք նաև մեր հայցատին պատասխանում ենք արել։ Մենք մեր հողումները, որոնք որ կատարել ենք հարգել դատարան, ներկայացրել ենք նաև հայցատին պատասխանի կից, հետևյալում ողջ գետի ախտոտման փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դա նույն ժամանակահատվածի նույն հրապարակումն է։ Հաջորդող հրապարակումը
Սյունիքում Զանգեզուրի փոխանցային կոմբինատի պոչամբարը պայթել է, գյուղն է լցվել։ Այ պայթուն բառը այստեղ է իրականացել, ոչ թե Թեմինե Յոյքյանի հրապարակման մեջ, սա տարբեր լրատվական կայքերից լրահոս AM-ից կատարված հրապարակումն է, հարգելի դատարան, եւ կից ներկայացված նաեւ տեսած ձայնագրության վերաբերյալ հղումն է YouTube-յան ալիքի, որտեղ որ ցույց է տալիս, որ իսկապես ավտոստման վերաբերյալ փաստեր են առկա, եւ ժողովուրդ օրաթերթի կատարված հրապարակումը Սյունիքում պոչամբարը պայթել է, գյուղն է լցվել, ծածկատմփոց բոլոր կողմերից։ Սա եւս հրապարակում է ժողովուրդ օրաթերթի, ինչի համար եմ սրանք հրապարակում, արգել դատարան, քանի որ անձը որպես քաղաքացի կամ բնապահպան, ում հետաքրքրում է առհասարակ հասարակությունում տեղի ունեցող բնապահպանական որոշակի խնդիրներ, առաջին լրատվական կայքը, որով բացում է տեսնում է նման բան է տեղի ունեցել, անձը եւս փորձում է հրապարակայացնել դրա մասին այն տեղեկությունը, որը որ կա, բայց դա ոչ թե ներկայացնելով որպես օբյեկտիվ իրականություն եւ այլն, հղում կատարելով իր մեկնաբանությունների բաժնում հաշելով թե որտեղից է օգտվել այս տեղեկատվությունը, այսինքն դա ոչ թե ինքը հնարեց ու ասեց, որ այսպեսի դեպք է տեղի ունեցել, այլ պարզապես ի տարբերություն մյուս լրատվականների, որոնք որևէ ձեւով չեն հերկվել, դեպքում էլի որոշակի հերքում չի եղել, որտեղ անձի մոտ եթե չի հերքում տեղեկատվությունը, կարող են կասվածը կամ են կարծիքը ձևավորել, եթե չի հերկվել, ուրեմն համապատասխանում է իրականությանը։ Որևէ լրատվական կայքով, որոնք հրապարակվել են սրանցով, որոնք իրական լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպություններ են, երբևէ չի հրապարակվել տեղեկատվություն, որ այս տեղեկատվությունը չի անցկացնում իրականությանը, կամ դա դեպքում ոչ ճիշտ փաստական տվյալ է եղել։ Սա կարծես թե այս ամբողջ ուղղված եղել միայն Թեմինե Յենոքյանին, իսկ պատճառը ո՞րն է, ես ի սկզբանե առաջինիստով եմ ասել, որ այստեղ հիմնական խնդիրը դա բացառապես հայցվորի ենթադրյալ զրպարտված լինելու հանգամանքը չէ։ Այստեղ խնդիրը բացառապես մեկ հիմնական նպատակ է, ամեն ձևով լրացնել Թեմինե Յենոքյան քաղաքացուն կամ հասարակական կազմակերպության ղեկավարի, ով միշտ բարձրաձայնում է բնապահպանական բնույթի խնդիրներ։ Ուսեմ միակ հայցը չէ, թե մենք նաև դատարկ տեղեկատվական համակարգը տեսնենք, ըստ էության հիմնական հանք արդյունաբերողների, այդ թվում նաև հայցվորի հիմնական պահանջները դրանք ոչ թե լրատվական կայքերին են ուղղված, այլ ուղղված են այն անձանց, ովքեր ակտիվ գործունեություն են իրականացնում եւ ոչ թե իրենց անձնական շահից ելնելով, այլ որոշակի բնապահպանական խնդիրների վերհանելու հետ կապված կատարում են որոշակի ելույթներ, հրապարակումներ, որպեսզի հասարակության ուշադրությունը հրավիրեն որոշակի բնապահպանական խնդիրներին, տեսնելով նաեւ երկրի ապագայի հետ կապված, սերունդների ապագայի հետ կապված որոշակի խնդիրներ։ Եվ սրա հետ կապված թեպետ չեմ ուզում անցում կատարեմ դատականության փուլում կատարում ենթակա գործողություններին, բայց ակնհայտ ու գործողությունը, որը դատավարական գործընթացը առկա է, եւ ներկայացված հայցի բովանդակությունից ակնհայտ է, որ նշված հայցն ակնհայտորեն տեղավորվում է սլաբ դատավարական գործընթացներում, մասնավորապես հայցվորի հիմնական նպատակը իր ենթադրյալ իրավունքի զրպարտության վերականգնումը չէ եւ հայցվորի հիմնականական կալիքը իր համարին գումարային պահանջը չէ, որը ներկայացրել է։ Այսինքն հիմնական խնդիրը դա անձին որոշակի զսպելը, վախեցնելը, որպեսզի պատասխանողը ունենա զսպվածություն, այսուհետ իր գործերի մեջ չբարձրաձայնի այնպիսի խնդիրներ կամ չհիշատակի առհասարակ թեկուզ եթե դա լինի, հայցվորը եթե օրինակ մի ենթադրյալ հակօրինական գործողություն անի բնապահպանական խնդիր, դրա մասին չբարձրաձայնի, վախենալով, որ տեսեք ինձ հայց կներկայացնի, машиները կարգելափակվի, հնարավոր դատական գործընթացի մեջ լինեմ, դեպ ակնհայտ 3 տարի դատական գործընթացի մեջ է եւ կարծես թե որևէ քաղաքացու համար ցանկալի չէ անդադինել դատական գործընթացների մեջ եւ զուրկ չէ հենց այս գործով հիշատակում այլ դատական գործընթացների եւ հենց դա եմ ասում հիմնական հայցվորից վկայակոչումներ խոսում են դրա մասին, որ հայցվորի հիմնական նպատակը հենց դա է, անդադճնշել, ասեք տեսեք, մյուս հանքարդյունաբերողը դիմեց, քեզ ավելի կճնշենք, մի անգամ ֆինանսապես կրել ես վնաս, մի անգամ եւս կկրես, եթե հանկարծ դրա մասին փորձես բարձրաձայնել։ Ես զուտ չարգել դատարան, թեպետ մեզ մոտ ընդհանուր ընթացակարգային համապատասխան դեռևս սլաբ դատավարական գործընթացները արկա չեն, դեռ ընթացիկ փուլում են եւ մշակում են, գիտեն, որ ներկայումս պետությունը ակտիվ գործողություններ իրականացնում է եւ ես ինքս այդ նախագծի հեղինակն եմ, որի ներկայումս դեռ քննարկում է սլաբ դատավարական գործընթացների Եվրոխորհուրդը 2024 թվականի ապրիլի 11-ին թիվ 1069 բանաձև ընդունեց, որով ըստ էության ճակերտավորեց պարտավորեցրեց իր անդամ բոլոր պետություններին ընդունել հակասլաբ դատավարական գործընթացներ, մասնավորապես նշելով, որ պետություններում խոշոր հանքարդյունաբերողները եւ այլ անձիկ, ովքեր որ հիմնական բնապահպանական խնդիրներով են, դիմում են դատական հայցերով, որպեսզի սահմանափակվի անձանց խոսքի ազատությունը եւ պարտավորեցրեց, որպեսզի սլաբ, այսինքն դեմ հասարակության, հասարակական հնչեղության գործերի դատական գործընթացները դրանք ունենան իրենց անտիսլաբ դատավարական հակազդեցությունները եւ թեպետ Հայաստանը ինքը անդամ չէ Եվրամիության, Եվրոխորհրդի անդամ չէ, սակայն Հայաստանի Հանրապետությունը դեռևս 2019 թվականին ստորագրել է
համապարփակ համաձայնագիր է Եվրոմիության հետ, որտեղ որ ստանձնել է պարտականություն իր հիմնական օրենսդրությունը համապատասխանեցնել Եվրոխորհրդարանի կողմից նախատեսված իրավակարգավորումներին եւ հենց դրան համահունչ է ներկայումս ես գիտեմ, որ արտադրության նախարարության կողմից այդ գործընթացները իրականացվում են։ Սա ինչի եմ սրա մասին բարձրացնում, որտեղ սա կլասիկ հենց լավ դատավարական գործընթաց է, որտեղ որ հիմնական նպատակը դա ոչ իր անձնական, այլ որոշակի հասարակությանը հուզող ու հասարակության առողջության անվտանգությունից ելնելով որոշակի խնդիրների մասին բարձրացնման հետ կապված զսպման միջոցով, դատական հայց ներկայացնելու միջոցով Թեմնե Ենոքյանին զսպելն է։ Ես գտնում եմ, որ հակի դատանային ապացույցները, որոնք որ մեր կողմից ներկայացել են, ուղղակիորեն վկայում են այն մասին, որ Թեմնե Ենոքյանը որևէ դիտավորություն չի ունեցել զրպարտելու որևէ կազմակերպության կամ անձի, սա իր խոսքն էլ որևէ ձև ուղղված չի եղել կոնկրետ սույն գործով հայցվորին, քանի որ արտադրության մեջ արդեն հիշատակեցի, խոսքը վերաբերում է վնասման կամ վթարին, որը որ անձի կամքից անվով կատարվող գործողությունը եւ որը ձեռք հիշատակում չկա, որ դա կատարվել է կոնկրետ հայցվորի կողմից։ Խոսում եմ բացառապես ոչ ամբարքնացող խողովակաշարի վարդերի ներկայացուցիչ, ըստեյության դուք օգտվեցիք ձեր դատական փուլում հանդես գալու ելույթով, հանդես եկաք, բայց սակայն դատարանը մեկ հարցի անդրադառնա, հաշվառնելով որ կողմի կողմից վկայակոչվեց էլեկտրոնային կայքից կրկին թղթի վրա տպված վիճակում, լատինատար նշված է panorama.am, այսօր.am, այո, դրանց մասին է խոսքը եւ youtube.com լատինատար կրկին դրան հաջորդիվ ներողություն հրապարակ.am կայքում արկա որոշակի տեղեկությունների այս մասով ապացույցների թույլատրելիության վերաբերության մասով հայտարարություն կա։ Արև հանդին դա արդեն թույլատրելի ապացույց չէ, որովհետև դրա ստացման աղբյուրը հստակ չէ, այսինքն դա առնվազն պետք է տեսաձայնագրվեր ուրեմն էկրանից, որպեսզի հստակ լիներ, թե որ ինչ պայմաններում է ստացվել այդ ապացույցները, թե դրանք արտատպվել են, հիմա մենք որտեղից իմանանք դա իրական լրատվական կայքեր են, թե Photoshop-ի արդյունք է, ամեն դեպքում ինչ վերաբերվում է հղմանը, ես այդպես էլ չգտա այն հղումը հարգելի կողմ, որտեղ նշված է հենց այն հրապարակումը, որը Թեմնե Ենոքյանն է, այսինքն բառացի այս հրապարակումը, որ կրկին աղտոտվել է մի հատ հարցը հարգելի դատարան, եթե թույլ կտակ, որպեսզի մեր համար էլ հստակ լինի, միգուցե մենք չենք թել այդ հոդվածը, որովհետև ցանկացած լրատվական հիմա ինտերնետային այսպես ասած իրականության մեջ ես էլ կարող եմ հենց հիմա լրատվական մի հատ դոմեն բացեմ, գրեմ լրատվական եմ եւ ցանկացած տեղեկատվություն հրապարակեմ, բայց եթե լրագրողը անձ անգամ եթե պնդում է որպես ֆիզիկական անձ է հանդես եկել, բնականաբար կարող է տարբերել այդ լրատվական կայքի պատշաճ լինելը։ Այս մասով եկինք 3 կրկին 1 րոպե, հարգելի դատան։ Ես չեմ ասում, ես իմ տրամաբանությամբ եմ ասում, բայց թե ստացման աղբյուրը ինձ համար հստակ չէ, հարգելի կողմ, այսինքն դուք վերել եք արտատպում։ Ռապորտը որ ներկայացրել են, դուք ասեք միգուցե դոմեն է բացվել, կեղծվել է, դուք երբևէ փորձեք հղում կատարել կամ որոնում տակու չեք գտել, թե դուք ուղղակի ենթադրում եք դա։ Հարգելի կողմ, ես ենթադրում եմ, ես չեմ կարող դա պնդել, բայց այն, որ 3 կրկին 1 րոպե հրապարակում ընթերցեմ, ապացույց են այո հարգելի դատարան, որոնք որ աղբյուրը ակնհայտորեն արկա է, այսինքն ցանկացած այս ապացույցի իսկությունը վիճարկվել է հարգելի ներկայացուցիչ։ Վիճարկման գործընթացը ձեզ հայտնի պայմաններում գիտեք, քաղաքացիական դատարանության օրենսդրության համաձայնագրի միջև ապացման պարտականության բեռի պաշտպան որոշում կայացնելն է, այսինքն այդպիսի գործողություն իրականացվել է, ինչ է դատարանը հարցը ուղղում, հա, եւ նախորդի հաշվառնել որ բացառությամբ բացի սույն նախագծից չենք ասել հարգելի դատարան, քանի որ հայցի հիմքի առարկա փոփոխություն է տեղի ունեցել նախնական նիստի ընթացքում եւ այս փուլին անգամ չենք էլ անդրադարձել ապացույցների թույլատրելիության եւ վերաբերության հետ կապված կամ ապացույցների ուսումնասիրության հետ կապված առհասարակ հարգելի կողմ այդ նույն հրապարակումը Թեմնե Ենոքյանը, որ Facebook-յան էջում կատարել է նույնությամբ որ հղման մեջ մենք կարող ենք տեսնել բառացի, որ վթարվել է ողջի գետը, կառավարությունը 28% բաժնեմաս ունի եւ դատախազությունը աչք է փակում, այսպես։ Չէ, այդ ամբողջ հրապարակումը։ Այսինքն մնացած մասով դա արդեն Թեմնե Ենոքյանի մեկնաբանություններն են, եթե ամբողջության մեջ ենք դիտում այդ հրապարակում։ Շատ լավ։ Հարգելի կողմ, մեկ հարց տամ, դուք այդ ձեր հայցադիմի պատասխանում վկայակոչել եք, որ Թեմնե Ենոքյանը լրագրող է եւ վկայակոչել եք գերակա հանրային շահով պայմանավորված լինելու հանգամանքը, այսինքն
Ինչպես մենք կարող ենք տարանջատել Թեհմինե Ենոքյանը այդ պահին Facebook-ում հրապարակում անելով գերակա շահը հաշվի առել հրապարակել է, բայց որոշել է, որ հենց այդ պահին ինքը լրագրող չէ։ Այդ տարանջատումը ինչպես կարող ենք հասկանալ, որովհետև մեր տրամաբանությամբ, եթե դուք վկայակոչում եք գերակա հանրային շահը եւ հաշվի առնելով Թեհմինե Ենոքյանի Facebook-յան էջի հրապարակումները, այնտեղ բավականին ակտիվ այդ բնապահպանական հրապարակումներն են կատարվել եւ նաեւ այսինքն բնապահպանը լինելով վերջինս ունի համապատասխան գիտելիքներ հանքարդյունաբերության եւ այդ ոլորտների հետ կապված եւ բնականաբար բնապահպան լինելով երևի թե գիտակցում է թե Պոչամբար տանող այդ խողովակաշարի վթարը ինչ աղետների կարող էր հանգեցնել եւ ոչ առավոտ AM-ի, ոչ, չգիտեմ, որ հղումներն են լրատվականների ինտերնետային այսքան բաները հրապարակումներ պետք է լինեն, այլ պետք է ցուցադրվեին հանրային հեռուստատեսությամբ, որովհետեւ նման պարագայում աղետը կլիներ մասշտաբային եւ բնականաբար այդ լուսաբանումը չէր լինի ինչ որ ինտերնետային կասկածելի, այսպես ասած, լրատվական կայքերի միջոցով։ Դե դուք հարգելի կողմ, դուք երևի բնապահպան լինելով, եթե լրագրող դուք պնդում եք, չնայած որ գերակա հանրային շահից եք խոսում, եթե դուք պնդում եք, որ վերջինս բնապահպան է, երևի թե գիտակցում է, չէ՞, դրա հետևանքները խողովակաշարի վթարի հետ կապված։ Ինքը լրագրողական գործունեության արդյունքում հրապարակել, թե որպես քաղաքացի ակնհայտորեն հենց տեքստից էր վկայում, որ անձը հանդես է եկել որպես կանաչ Հայաստան հասարակական կազմակերպության ղեկավար, որը հանդիսանալով բնապահպանական խնդիրներով զբաղվող կազմակերպություն, հասարակական կազմակերպություն, բարձրաձայնում է տեղ ունեցող որոշակի բնապահպանական խնդիրների մասին։ Թեհմինե Ենոքյանը երբ որ հանդես է գալիս որպես լրագրող, ինքը լրագրողի մասնագիտությամբ թղթակից է տարբեր լրատվական կայքերի եւ տվել կազմակերպությունների, այնտեղ ինքը հանդես չի գալի որպես ֆիզիկական անձի անունից, հանդես է գալի կազմակերպության թղթակից որպես այդ լրատվական կայքում, ուղղակի ինքը իր էջում հողում է կատարում այդ կազմակերպությանը, որտեղ հրապարակել է իր տեղեկատվությունը որպես լրագրող։ Ինքը իր անձնական էջում, անձնական էջը լրագրողական գործունեություն իրականացնող էջ չէ։ Իր էջը դա իր անձնական էջն է, որտեղ լուսաբանում է նաև բնապահպանական որոշակի այդ ունեւի հիմնած կազմակերպության կողմից առաջացած որոշակի խնդիրները, բայց լրագրողական գործունեությունը իրականացնում է այլ լրատվական կայքերում, այդ թվում նաև այդ լրատվական կայքերում ուղղակի լինելու։ Հարգելի դատան, դա արդեն մնացած մասով կարծում դատանը ներկայացրին մեր դիրքորոշումները, որ վկայակոչում ենք, որ Զանգեզուրի փնձամոլիբդենային կոմբինատները համատարած դատի հայց է ներկայացում բնապահպանի դեմ։ Այդ կարող բացի Թեհմինե Ենոքյանից նշել, որ բնապահպանի դեմ մենք հայց ներկայացել եւ դատական գործ ունենք, որովհետեւ հարգելի դատան, որպես հայտարարություն է, դա բաց աղբյուրներ ձերում է, Զանգեզուրի փնձամոլիբդենային կոմբինատը 22 թվականից ի վեր Ձերբարության 9 գործ է ունեցել, որից 8-ը եղել է լրատվականների հետ, լրատվական կայքերի հետ, որի բոլորով ունի վճիռ օգուտ ուրեմն ընկերությանը, միայն Թեհմինե Ենոքյանն է որպես ֆիզիկական անձ, ում դեմ մենք ներկայացրել ենք հայցադեմ։ Խնդրում եմ նման հայտարարությունները ավելի պատասխանատվությամբ անել, հարգելի կողմ եւ դատանի չմոլորեցնել։ Հարգելի դատան, այս մասով ես այլևս հարցեր չունեմ։ Ասացի միայն հայցորը, հանքարդյունաբերական կազմակերպությունների չի շատացեցի մեր հայցորը։ Այս հայցորի կողմից եւս տեղակայում, որ այդ ֆիզիկական անձանց եւս ուղղված է Թեհմինե Ենոքյանը չէ, դա բացի մի քիչ դուք ներկայացրեք չեղել չգիտեմ, այդ բացեք կտեսնենք որ դուք ասել եք։ Չեք ներկայացել։ Օրինակ եթե անուն ազգանուն ասեմ, կարող է հիշել օրինակ։ Դատավորության մասնակիցներ, դատավորության մասնակիցներից հանրաբերնենք դատարան։ Անդրադառնանք ապացույցներին, հա, ըստ այդմ վկայակոչվեց, որ Panorama GTM կայքից տպված, այսօր GTM կայքից տպված եւ հրապարակ GTM կայքից տպված համապատասխան օրերի հրապարակումների մասով ներկայացված է ապացույց։ Կրկին Panorama GTM կայքից մյուս կողմից վկայակոչվում է, որ նաև Facebook-յան էջից էկրանապարտ է, որպես այսպեսին դեպքի ներկայացված ապացույց եւ դատալեքս տեղեկատվական համակարգում որոշակի գործի գոյության մասին է համակարգված ներկայացված ապացույցը։ Հայցադիմումին կից հարգելի հայցվող նաև արկա է փաստաթուղթ այս մասով պարզաբանեք, սա դիտարկվում է որպես ապացույց թե ոչ, որպեսզի ամփոփենք ապացույցների հետագության հաջորդականության տրամաբանությունը։ 1 դեկտեմբեր 2022 թվականին կրկին կարծես թե
էկրանապաճե է, եթե դուք այդ մասով կհաստատեք, արձանագրեք լատինատար նշված է Թեմինե Ենոքյան։ Այս ֆիլմը նայել են մոտ արդեն հայատար բովանդակությունը այդպես է ձգտում։ Այո, հարգելի դատարան, այդպես հրապարակվում մենք նաև լազերային գրիչի վրա ենք հրամայել դատարանը։ Դա որպեսի գիտություն, որ ավելի հեշտ այսինքն դատարանության անցնի, Այսինքն լազերային գրիչի բովանդակությունը ըստ այդմ այս նույնությամբ է, այո։ Նույն բովանդակությունն է։ Այո, նույնը ուղղակի տեսաձայնակության տեսքով։ Արաշ չէ, այս գրիչը մի հատ տեխնիկական իմաստով հասու է բացում։ Այս ապացույցի վերաբերյալ դիրքորոշում կա աշխարհներով սրա մասով իլերին։ Քանի որ հրապարակման հետ կապված մենք եթե չենք ելարարկել, որ հրապարակումը տեղ ունի Թեմինե Երոքյանի կողմից, այն հրապարակումն է, որը վեճը առկա է։ Այսինքն այդ հրապարակումը, բարի։ Դատարանության մասնակիցներ, եթե այլ ապացույցներ առկա չեն, ըստ այդմ դատարանը անդրադառնա ապացույցների հետազոտման հաջորդականությունը ըստ հարգելի ներկայացուցիչ։ Դատարանը կհետազոտի նախ հենց այս ապացույցը, որը որ քննարկման առարկա դարձվեց 1 դեկտեմբեր 2022 թվականին, Թեմինե Երոքյան լատինատար նշմամբ կատարված հրապարակումն է, փաթեթուտորից։ Այդ դատարանի կողմից կհետազոտվի Պանորամա KTM 0403 թվականին ըստ էության կատարված հրապարակումը եւ 2019 թվականին կատարված կրկին Թեմինե Երոքյանի կողմից կատարված որոշակի հրապարակում դատարանը նաեւ ըստ այդմ նաեւ կանդրադառնա որոշակիորեն ներկայացված գործից արտադրված դատալեքսների պատվական համակարգից թղթի վրա տրված վիճակում փաստաթղթին կհետազոտվի 30/11/2022 թվականին կատարված հրապարակում Պանորամա KTM կայքից արտադրված թղթի վրա ներկայացված այսօր KTM էլեկտրոնային կայքից թղթի վրա տրված վիճակով ներկայացված եւ հրապարակ KTM կայքից թղթի վրա տրված վիճակով ներկայացված ապացույցներ Դատարանության մասնակիցներ գործ արդյունավետ կնելու հետ կապված այլ միջնորդություններ ունեք թե ոչ, եւ եթե ոչ, նաեւ ձեր դիրքերից, աշխարհները որպես մրցակցող կողմ են։ Համարում են գործը նախապատրաստված դատաքննության, այսինքն ձեր գործողությունները այդ մասով սպառված, որպեսզի մասով եւս հայտարարություն կատարեք։ Բարի, այդքան մանրամասն նկարագրելու անհրաժեշտություն չկա, գրավոր կողմին եք ներկայացնում օրինակը։ Դատարանը արձանագրում է, որ դատական նիստով դատարանի ներկայացրած միջնորդություն վեկայության փաստաթուղթ բաղկացած երկու էջից եւ պայմանագիր վեկայության փաստաթղթի պատճե բաղկացած 4 էջից։ Դատարանը կցնում է գործի նյութերին։ Մյուս մասնակից հայտարարություն դատարանի ասել նկատել դատական ծախսերն առկա է գործը։ Չէ, առհասարակ ես գտնում որ գործը կարող ենք համարել դատականության նախապատրաստված, ավելին հաշվի առնելով որ կարծես թե դատականության փուլում կարող երեք տեսանք խոսքերնեցանք, կարող ենք ասել դատականության նաև արձանագրային որոշման։
Բարի, դատարանը հաշվառներով նստեք, որ ունենք ներկա մասնակիցներ եւ առարկություն չկա գործով անմիջապես անցնելու դատաքննության, դատարանը համարելով գործը նախապատրաստված դատաքննության, հաշվառներով որ նախնական դատական նիստում բնորոշ դատավարական գործողություններ իրականացվեցին, հայտարարում է նախնական դատական նիստն ավարտված եւ գործով անցնում է դատաքննության։ Դատավորության մասնակիցներ ձեր ուշադրությունը հրավիրում մեկ հանգամանքի վրա գործը արդյունավետ քննելու նկատառումից ելնելով, դատարանը 12-30 ունի հաջորդական դատական նիստ նշանակված գործողությունների ծավալի իմաստով, եթե ենթադրվում է երկարատև հայտարարություններ, դատարանը հետաձգի նիստ է, եթե ոչ, այս պահին հետազոտի ապացույցները ավարտենք։ Քանի որ դատարանը նախորդ դատական նիստի կամ նախնական դատական նիստի ավարտին կարծես թե հրապարակեց այն ապացույցները, ես կարծում եմ, որ լրացուցիչ հետազոտելու կամ հրապարակելու կարիք չեմ տեսնում, չգիտեմ, հայտնի։ Համամիտ եմ հարգել դատարան։ Բարի, ըստ այդմ նստեք, մասնակիցներ դատարանը հետևյալը հայտարարի։ Ըստ այդմ դատարանը հաշվառում է, որ այդպիսի հետազոտման գործընթաց է դատավարական process է եւ դատարանը օրենսդրին տարին համանուն պետք է իրականացնի, դատարանը այնքանով որքանով, բովանդակային առումով գործողության մանրամասն հետազոտություն չի իրականացնի հաշվառներով ծավալը, արձանագրի, որ առկա է Թեմինե Ենոքյան լատինատար, ինչպես վկայակոչվեց Facebook-յան էլեկտրոնային կայքից թղթի վրա տպված վիճակում ներկայացված ապացույց, այս ֆիլմը նայել են մոտ 100,000 մարդիկ ձևակերպման նախաբանով, որը որ դատարանի կողմից ըստ այդմ համարվում է հետազոտված, առկա է 04-2024 թվականին Թեմինե Ենոքյան ԶՊԲԿ-ի Լիդիանի բաժնետոմսերը կառավարությանը փոխանցելուց հետո ընկերությունների վարկաբեցի կտրուկ փոփոխություն կա վերտարության մանրամասն կայքից կատարված թղթի վրա տպված վիճակով փաստաթուղթ Թեմինե Ենոքյան լատինատար 2019 թվականին կատարված հրապարակման վերաբերյալ եւս էկրանապատճառ ստեյության թղթի վրա տպված էլեկտրոնային կայքից վերված ինչու on-line TV-ները եւ հեռուստաընկերությունները չեն կանչում համալսարանի նման ԶՊԲԿ-ի հանցագործությունների մասին հաղորդումների ձևակերպման նախաբանությունով ներկայացվել է դատավեքսերի կապական կայքից թղթի վրա տպված վիճակով վերջին փոփոխության ամսաթիվը նշված է 22/02/2022 թվականին գործի վերաբերյալ տեղեկություններ ԱՎԴ կոտորակ 3 կոտորակ ներողություն ԱՎԴ 3 կոտորակ 050 6-5 կոտորակ 02 կոտորակ 18 քրճից հաջորդիվ գործը վարկա է պանորամակետեի կայքից թղթի վրա տպված վիճակում 30/11/2022 թվականի հրապարակման վերաբերյալ որոշակի տեղեկություն այսօր կետեյեմ 30/11/2022 թվականից նյորինքում զանգեզորի բանձամորիվենային կոմբինետային փոչամորը պայթել է եւ գյուղը լցվել է վերտավության տեղեկություն հրապարակ կետեյեմ ժողովուրդ Սյունիքում փոչամորը պայթել ու գյուղն է լցվել ծածկը դպրոց բոլոր կողմերի վերտարությամբ հրապարակում համապատասխան բովանդակությամբ ըստ այդմ ապացույցները սահմանskարգով հետազոտվեցին դատավորության մասնակիցները ըստ զարգային ապացույցներ, որոնք դասվել են քննարկվել են սահմանադրական կողմից դրանք չհետազոտվեցին եւ եթե ոչ ունեք գործով արդյունավետ քննելու հետ կապված այլ միջնորդություններ այս փուլին եւ եթե այս մասով նաեւ դատարանը անդրադառնա հետեւյալ հարցին եւ եթե դատորության մասնակիցները ըստ էության պահանջը պնդելու հրաժարվելու հաշտության հարցերի վերաբերյալ հայտարարություն ունեն նաեւ այդ համատեքստում կարող են կատարել եզրափակիչ դատական ակտի նախագիծ ներկայացնելու ցանկության մասով եթե այդպիսի կարգ է նաեւ այդ մասով հայտարարություն կատարել այս գործողությունից Հարգելի դատարան ավելացում չունի կարծում այս թվում այլևս հաշտության եզր չկան պատասխանողի հետ որովհետեւ ավելացնելու բան չունենք Կարծիք եմ արգետ։ Բարի։ Եվ եզրափակիչ դատական ակտի նախագիծը ըստ այդմ չի ներկայացվում։ Որպեսզի պայմաններում դատարանը հաշվառելով դատականության բնորոշ գործողություններ իրականացվեցին, ապացույցներ հետազոտվեցին, եզրափակիչ դատական ակտի նախագիծ ներկայացնելու անհրաժեշտություն մասնակիցները չդիտարկեցին, որպեսզի պայմաններում դատարանը գործի քննությունը հայտարարում է ավարտված Գործի քննության արդյունքում դատարանի կողմից դատական ակտը առողջություն կհրապարակվի 23 փետրվար 2026 թվական կհրապարակվի այն դատական իշխանության պաշտպանական հայտնությունից օրենքով սահմանskարգով կերակրվի դատավարության մասնակիցներին։ Դատական նիստը հետո ավարտված 23-ին